Ապրիլի 4-ին Մասիս քաղաքում իր դռները բացեց Ֆրամ սպորտային ակումբը, նոր նշաձող սահմանելով հայկական թենիսի և սպորտային մշակույթի զարգացման համար։ Բացման միջոցառման ընթացքում ներկայացվեցին ակումբի ստեղծման պատմությունը, նպատակներն ու առաջիկա ծրագրերը։ Միջոցառմանը ներկա էին մարզական աշխարհի ներկայացուցիչները, գործընկեր կազմակերպություններ և ակումբի անդամներ։ Ակումբի շրջանակում նախատեսվում է հիմնել միջազգային չափանիշներին համապատասխան թենիսի մարզադպրոց, որտեղ կանցկացվեն և պրոֆեսիոնալ, և սիրողական պարապմունքներ։ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանն իր ելույթում նշեց, որ ուրախ է նման նախագծի մեկնարկի համար։ Նա վստահեցրեց, որ հայկական թենիսի ներկայացուցիչները ևս մեծ ոգևորությամբ են ընդունել թենիսի կորտերի կառուցումը և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում։ Այստեղ պետք է կառուցվի 4 հարթ տեսակի թենիսի կորտեր, ինչը վստահ եմ, որ լավ առիթ է, որպեսզի այս սպորտաձևը զարգանա նաև, սկսի զարգանալ նաև մարզերում։ Ակումբի տնօրեն Սամվել Ղալամքարյանն ընդգծեց, որ միջոցառումը տեղեկատվական բնույթ ունի և նպատակն է հանրությանը ներկայացնել ակումբի գործունեությունը։ Ֆրամը միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզական ենթակառուցվածքներ է ունենալու։ Հիմնական ուղղվածությունը լինելու է թենիսը։ Նրա խոսքով Ֆրամ ակումբը համագործակցելու է ֆրանկոֆոն երկրների ակումբների հետ, իրականացնելով համատեղ ծրագրեր և միջոցառումներ։ Նա նաև շեշտեց, որ ակումբը նպատակ ունի Մասիս քաղաքում ներդնելու եվրոպական, մասնավորապես ֆրանկոֆոն երկրների մարզական և մշակութային փորձը։ Միջոցառմանը ներկա էր նաև IBF վարկածով միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։ Իր խոսքում նա ողջունեց ԱՖԱ հիմնադրամին և Ադիբեկյանների ընտանիքին նման նախաձեռնություն կյանքի կոչելու և Մասիս քաղաքի զարգացմանը նպաստելու համար։ Սպորտը Մասիս քաղաքում շատ կարևոր է, որովհետև Մասիսը գտնվում է ոչ քաղաքի կենտրոնում և դրա համար այստեղի ժողովուրդը կարող է օգտվել այս հիանալի հնարավորություններից, որը որ ֆրանկոֆոնիան է տրամադրել ժողովրդին։ Այսպիսի մեծ ու սիրուն բան քաղաքի ոչ մի տեղ չկա։ Ֆրամ ակումբի հոգեբարձուների խորհրդի նախագահ Վահան Ադիբեկյանն իր հերթին ընդգծեց, որ ակումբը միավորում է Ֆրանսիան և Հայաստանը։ Նա նշեց, որ առաջիկա ծրագրերից է թենիսի և փադլի խաղադաշտերի կառուցումը միակն Արարատի մարզում, որտեղ կխթանեն Մասիս քաղաքի մարզական կյանքը և կհամախմբեն թենիսի սիրահարներին։ Համակարգը զարգանալու է, մեր ծրագրի մեջ նաև կա զարգացնել մեր բուլվարը, երևի մինչև 27 թիվը կլինի բացօթյա կինոթատրոն։ Ադիբեկյանը նաև ընդգծեց, որ ակումբի առաջնային նպատակներից է Մասիս քաղաքը ներառել 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի միջազգային մարզական և մշակութային խաղերն ընդունող քաղաքների ցանկում։